Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, մեկ շաբաթ անց նույն վայրում մենք հանդիպում ենք, ժամն է փոխվել, բայց փորձենք բացել փակագծերը հնարավորինս։ Սկսենք ներքաղաքական կյանքում ինչ է տեղ ունենում, նոր անցնենք մնացած հարցերին։ Հերթական ընդդիմադիր քաղաքապետը բանտում է։ Հայաստան ժամանելու պես Մասիսի քաղաքապետին դեռ ինքնաթիռից դուրս չեկած փաստորեն Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին։ Մենք տեսանք, որ օդանավակայանում բավականին եւ ոստիկանական ուժեր էին եւ նրա համակիրները։ Բայց ես ուզում եմ առանձնացնել հանրապետական կուսակցության տրամադրվածությունը եւ լսել նաեւ ձեր կարծիքը։ Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլի Սիրտը արյուն է ուզում քաղաքացիական բախումներ, դա չի լինելու, նրա գնացքն արդեն գնացել է։ Դավիթը ուժ ցույց տվեց, ասաց դուք ոչինչ եք, ինչքան էլ լրփանակ։ Նիկոլի գնացքը գնացել է, նա կարող է չգալ։ Դավիթ Համբարձումյանի ռեյտինգը բարձրացավ, քանի որ նա գիտեր, որ իր հանդեպ վերաբերվելու են այդպես, բայց ամեն դեպքում վերադարձավ Հայաստան։ Եվ Նիկոլ Փաշինյանի հույսը ըստ նրանց աղանդներն են, երկիրը դարձնելու են աղանդավորների երկիր, չկասկածեք, հաղթելու ենք, ընդդիմությունը չպետք է, բայց հույսը դնի միայն հանրապետական կուսակցության վրա։ Սերժ Սարգսյանին էլ լրագրողների հետ կապակցությամբ հարցրեցին, նա հայտարարեց, որ շատ դաժան որոշում է կայացվել Դավիթի մասով, որ համաներումը որևէ ազդեցություն չունենա, այսինքն այնպիսի վճիռ է իրականացվել։ Հայաստանում դատավճիռները կախված են մեկ անձի կամքից, եւ Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենտի իրենց թեկնածուն, իրենք այլ պլան չունեն, բայց Մարգարիտ Եսայանն ասեց, մենք ամեն դեպքում պլան B ունենք հետագայի համար։ Համայնքը դատապարտում է, գտնում են, որ սա ապօրինի գործողություններ են, եւ Դավիթ Համբարձումյանը սրանով ցույց է տալիս փաստորեն իր գալով, որ չի վախենում, նա իր պետության կողքին է, պետականամետ գործողությունները դա իրենն են եւ կինը այսպիսի մի հայտարարություն արեց, որ 4 անչափահաս երեխաներ փաստորեն այս պահի դրությամբ մնում են անհայր եւ դրա մասին անհայր չեն ոչի մեռել։ Ամեն դեպքում արդեն երեխաները ամեն ինչ տեսնում են, հայրը կողքներին չի լինելու, դատավորը այս ամենի մասին պետք է մտածեր։ Հիմա ինչու հերթական ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ այս իրավիճակը, որովհետեւ ամեն ինչ կապում են արդեն ընտրություններից առաջ այս նախընտրական շրջանի եւ դարակում պահված գործերի, որ Նիկոլ Փաշինյանը հանում է մեջտեղ։ Ուրեմն ասեմ առաջինը, ուր է գնում Նիկոլ Փաշինյանի նավը, հա? Գնացքը Գնացքը ասում է գնում է, ասեմ գնում է դեպի ապագա եւ Հայաստանի ապագան այնտեղ է, որտեղ Նիկոլ Փաշինյանի գնալն է։ Ընդ որում ես ասում եմ ոչ այն իմաստով, որ ես իր մարդն եմ, էլի, այսպես ասեմ։ Եվ այդ իմաստով Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն եւս գնում է դեպի ապագա։ Իրենք այս սեգմենտը, սա սեգմենտը ուրեմն ռուսական կողմնորոշման սեգմենտն է եւ Հայաստանը ճգնաժամի առաջ կանգնեցրած սեգմենտն է։ Չպետք է մոռանանք, քանի տարի են ուրեմն կառավարել եւ ինչպիսի գանձագողությամբ են զբաղվել։ Ցանկացածի վրա քրեական գործ կա, ղժղժում են մինչեւ դատարան մտնելը, որ իրենք կույս են, բայց այնտեղ երևի բան է լինում, հետո բարձր որ կուսությունը վաղուց վերցված է եւ իրենք հարկադրված վճարում են։ Ուրեմն այս բանը, այս սեգմենտը ասեմ ձեզ, ուրեմն ինչպես եղել է իրականությունից կտրված, հիմա ավելի շատ է մնում իրականությունից կտրված, որովհետև իրենց պայքարի հիմքը Ռուսաստանի գնացքը վաղուց գնացել է եւ Ռուսաստանը գահավիժում է, ինչի վրա իրենց հույսներ, ինչի վրա եկեղեցու հակապետական այդ վերնախավի հույսներ, բայց ուրիշ բան արդեն, այս բոլորը, որ վերադարձել լինելու չեմ հավատում, նախ հեղափոխության, Հայաստանի Հանրապետության իշխանության եւ հայ ժողովրդի են, որոնք որ պահեցին իշխանությունը պատերազմից հետո դաժան պայմաններում 100 հազարավոր հայորդիների
կամքն է, որ Հայաստանը պիտի անկախ մնա եւ իրենք են նրանց կարծիքով նույնիսկ եթե կողոպտիչ չեն ժողովրդի գիտակցության մեջ մնացել են նախկին եւ հավերժ կողոպտիչներ եւ այսպես ուրեմն Բայց Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, որ արյուն թափվի։ Պարոն Շիրինյան, Մարգարիտ Եսայանն էլ ասում, սա Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէր, որ այդպես ինքը կարողացավ։ Հեղափոխության ժամանակ ես կարող եմ ասել, որ այդ ժամանակ հեղափոխություն ովքեր որ ղեկավարում էին, նրանց շնորհքներ, որ արյուն չի թափվել, թե չէ ոչ Սերժ Սարգսյանի, իրենք գիտեք, որ տրանսֆորմացվելու կարևորագույն հատկություն ունեն եւ մշտապես ասում են քաղաքական ցողաբուժություն, ուրեմն դեմ պահելու համար։ Ուրեմն եթե բանի է, ես հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններ, որ այդ օրերին ես ընդհանրապես չեմ ճանաչել, որտեղ ոչ իմ միջավայրի մարդ է եղել, ոչ ես հարաբերվել եմ այդ շրջանում։ Եվ ոչ էլ հետաքրքիր են եղել, ով են ինչ են եղել, բայց են նրանք ովքեր հեղափոխություն արեցին, միշտ ասում են, որ սա թավշյա հեղափոխություն էր եւ ժողովուրդը արյուն էր ուզում։ Դուք հիշեք, ինչու թավշյա։ Թավիշը մի քիչ ծաղրի առարկայի վերածվեց, բայց նա ասում էր չի լինելու ուրիշ բան այդ իմաստով եւ երկրորդը մի րոպե համբերեք ասեմ։ Եվ երկրորդ մասը որն էր, որ այս շարժման մեջ աշխարհակական տար չկա։ Ես ենթադրում եմ, որ երկու մասն էլ անգեղծ է։ Իրենք աշխարհակաղակական, այսինքն Ռուսաստանի ազդեցության գոտին փոխելու եւ այլն խնդիր իրենց արժեվ չէին դրել։ Այսինքն միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու։ Այո, Սերժի հարցը չի, գողապետությունը, նրանց ովքեր գանձագողությամբ եւ դուք հիշեք, որ եթե 5 տարի ցկվել, ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի մյուսներին ժողովուրդը կարող էր փողոցում հաշվետարի ենթարկել։ Այդպես չի որ, բայց ժամանակը հարմար էր երևի, թե ինքն էլ որպես քաղաքական վերնախավը Հայաստանի զավեշտ է բառը ասելը, վերևում գտնվողները լավ ջոգեցին բահը, իրենց հասկանալի լեզվով եմ ասում, եւ պլստացին։ Կողքի կանգնեցին, տեսնելով ժողովրդական ահագնացող շարժում, ընդ որում ես հիշեցնեմ, որ այդ ժողովուրդը, այդ շարժումը ժողովրդականի վերածվեց Նիկոլ Փաշինյանի եւ խմբի լամպերի գործարանի դիմաց քանաքերի բնակչության հետ հանդիման օրը, երբ հայ կանայք ամեն դուք կադրերը նայեք շատ ու շատ իր, ուրեմն այդ ճանապարհ չեղած դեղերից հայ կանայք հատկապես ինչպես էին վազում հանդիպելու համար այդ օրվանից ժողովուրդը ես նույնիսկ ստատուս այդ օրն եմ գրել որ սա ժողովրդական հեղափոխություն է իր տեսակով եւ այլն հիմա ասենք առաջ ինչ է կատարվում հիմա հեղափոխության ղեկավարների վերիպումն ասեմ բայց իմ շփումների արդյունքով էլ մի բան ասեմ իրենց ցանկությունը արյունահեղություն չլինելու բերեց որոշակի մեղմության քաղաքականության մեջ, որի հետ Թավիշի ավելի ընդգծվորի ես այդ համաձայն չեք, եթե դուք իմ հազարավոր ստատուսներ եմ գրել, հարցազրույցներ, Թավիշ բառը երբեք չեմ օգտագործել, եթե խոսքը իրենց քաղաքականության նկարագրությանը չի, որտեղ Թավշա հեղափոխություն չի լինում է այս ձևով, որտեղ գողապետությունը մնում է կենթանի, ինքը շշկլված էր, ինքը վախեցած էր, հաշվեհարդարի պրոբլեմը դիմացներ, բայց դա եղավ են ինչ-որ եղավ, և դա այսօր արդյունքները տալիս է ուրեմն այդ իմաստով։ Իհարկե հասկանալի է, որ որպես մենք մոնոազգ, մի ազգ եւ այլն, բարձր որ հեղափոխությունից, արյունահեղությունից մարդիկ խուսափում էին եւ պատասխանատվություն իրենց վրա էր լինելու, ովքեր անում էին։ Չմտան այդ պատասխանը, ես չեմ ասում անեին, ես ասում եմ ինչ եղավ։ Եվ այստեղ սրանք հիշեք մի տարի շշմած էին։ Ձեն ծպտուն չկար, գիտեին որ բան է լինում։ Սրանք վերակենդանացան կոവിഡ്ի հետ եւ Մոսկվայից իմպուլսներ ստանալ։ Արդյունքում մնացած արմի ես այլ ես այդ մասին չեմ ասում։ Հիմա ինչ կարող է լինել, ինչ է լինում։ Ակնհայտ է, որ ռեսուրսները սպառվում են։ Ռեսուրսները հիշեցեք, այնտեղ մարդկային թե ֆինանսական։ Չէ, ազգային, ներքին քաղաքական, էլ Գալստանյան, էլ Փրկության շարժում, էլ Վազգեն Մանուկյան, պիկին հասան, նույնիսկ որ ոսկե պար եւ այլն ինչ որ անում էին,
Հետո մեր երեխաները մի լավ բառ են օգտագործում, ես այդ բառով եմ ասելու, ասում են գնդակը թսկեց, ամեն մի շարժում թսկում էր հաջորդ օրը, որ հիմա սրանք կոնսոլիդացվել են եւ վերջին մարտի են նետվում, սա նշանակում է գողապետությունը, որը հիմնականում գանձագողերն են, նայեցեք դրանցից ոչ մեկը հիմա աղքատ մարդ չի, բոլոր հարստացել են եւ ոչ մեկի ուրեմն ծնողը ժառանգություն չի տողել, հատկապես նախագաներին է։ Սրանք Հայաստանի, եւ դա հասկանալի է, որտեղ է Մոսկվայից ունենալով իրենց դեզվով դաբրո երկիրը կողոպտել են։ Հազար մի բաներ, որտեղ Մոսկվան, եթե ասենք լինեինք, ենթադրենք, օրինակ եմ ասում, ֆրանսիական ազդեցության գոտում, դժվար թե Ֆրանսիայի պետությունը հասարակության այն ապերո հատվածին իշխանության բերեր, որովհետև իր հաշիվներն ուրիշ են, տեսնում ենք աշխարհում, օրինակ այդ անգլիական դիրապետության շրջանը նայեք եւ ֆրանսիական գաղութները, բոլորը ծաղկուն պետություններ են դարձել, իրենք գնացել են, այն ժամանակին չեն արել, ծաղկուն պետություններ են, եւ որ դրա օրինակ անգլիականը պատկերացրեք, Հնդկաստան եւ այլն տարել են ինչ, էլի մետրոպոլիայի հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ Ռուսաստանն այդպիսի չի հասարակության տագանքը հանում է ընդերքից ինչու որտեղ ինքը չի զարգանում որ ուզենա դուք էլ քաղաքագործվեք զարգանաք ինքը աշխատում է աղքատության եւ քաոսի վրա այդ ծայրամասեր ասածը պահել ֆորպոստ եւ այլն հիմա ինչ որ է ինչ եղել է եղել այսինքն եթե ամփոփենք այս պահը Արյունով չի եկել Նիկոլ Փաշինյանը եւ ես վստահ եմ իրենք արյուն թափելու ուժը չունեն եթե ունենան բայց Նիկոլ Փաշինյանն է ուզում թափել Նիկոլ Փաշինյանը արյուն չի թափում ի վերջո Նիկոլ Փաշինյանը ինչ է անում իրավական պետության գործիքակազմը սկսեց օգտագործել հեղափոխության պաշտպանության պետության պաշտպանության համար Եթե իրավակարգի հաստատումը արյունահեղությունն է, դա արյունահեղությունն է։ Եթե իրավակարգի հաստատումը իրավունքի պահանջն է, ժողովրդի մուրճը հիշեք, թավիշը ժողովրդի պահանջն է, բայց դա այդ ժողովրդին էլ չի, օբյեկտիվ իրականությունը կանգնեցրեց մի վիճակի առաջ, երբ եռացող գողապետություն բարագլուխների հարցերը, որոնք քրեական պատասխանատվության հարց ունեն, լուծվում է դրանցից ոչ մեկը անմեղ չի, չէ, Վարդանիկին ասենք ինչ կոչեր էր անում, Աջափ Սանդալյանին ասենք ինչ կոչեր էր անում, այդ տղային ասենք լուսան բաները կա, ինչպես է Մասիսում, ծեծում, ջարդում, ես մի ուրիշ բան էլ ասեմ, որ ասեցեք հիշեցի հանդարտ, ես բանը գիտեք, որ ամեն կիրակի տարիներ շարունակ շրջում եմ հանրապետության տարբեր մարզերում եւ իմ կապը ժողովրդի հետ ուղիղ է, իրենց նման չի, առանց ախրանայի, հա, իրենք առաջարկում եմ Սերժ եւ այլն, մի հատ առանց ախրանայի 5 րոպե հյուսիսային պողոտան քայլեն, գելնեն, իրենց տների շուրջ քայլեն, առանց ախրանայի, գաղտնիեր չէ, ելնեն քայլեն, առաջարկս է Ուրեմն եւ ես առաջ մի տեղը որ ինձ հետ եղել է մի խնդրեմ որ միլիցիան ինձ հետապնդի շշմելու բան է այսինքն կա դա այն որ կապած քայլում են էլի մեկ ձեր անվտանգության համար իմ անվտանգության համար Մասիսի ես ոստիկանին կաչեցի ասա տղա ես դու ես ինչ ես ասում ինչն է հարցը մենք Դե իմը բաց բան է, զրույց է եւ այլն, մեկ էլ քրտմնջած գնացերու նորից է մյուսը եկավ։ Հետներս քայլում են, ես այդ օրը կարծեմ եթերել եմ տվել։ Ասել եմ սա մնում է, լավ չեմ հիշում, բայց Մասիսը մնում է հակահեղափոխության ոչ նախկին ձևով ոչ միտեղ չեմ տեսել, որ ոստիկանը Ոստիկանները հետ են շփվում, որ գա հետևի են ինչ-որ ծերի ժամանակ հետևում էին, ինքը ինչից է խոսում, դատարանների որոշումներից, այդ դատարանները մաքուր լինեին, վաղուց նստել էիք, վաղուց, այստեղ էլ էր քրեական պատասխանատվության ենթարկվել, հիմա հարցը էսպես է, եթե նույնիսկ կա որ անմեղ են, մենք մեր դատարաններին եւ դատավորներին պետք է առաջարկենք, որ իրականացնեն արդարադատություն, ինչ եք վախենում, ինչ է պատահել։
Եվ եթե ամփոփենք, Եվ Նիկոլ հիմա- Փաշինյանը արյուն չի թափել, Իհարկե իրենք չի, արյուն չեն բայց թափելու, ասեմ մի բան, չունեն։ բայց ասեմ մի բան, յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր ինքնիշխանությունը պաշտպանելու, դա լինի Ֆրանսիան, դեմոկրատիայի հայրենիքը, դա լինի ամերիկյան ազատության հայրենիքը, դա լինի Գերմանիան իր կարգ ու կանոնով, թե դա լինի Զանզիբարը, Հասկացա, այսինքն դուք այստեղ բայց եք դնում։ Բայցի հարց այո, ես Բայց եք կարծում դնում։ եմ, որ առնահեղություն չպիտի լինի, բայց դա պայման ունի։ Մյուս կողմը ռեսուրսներ չունի, Հայաստանի Հանրապետության, որ ունենան կանեն, վստահ եղեք։ որ ունենան կանեն։ 100%-ով, ոչ մի կասկած չունեմ։ Ոչ մի, որ իրենք կանեն 100%-ով, այդ ռեսուրսը չունեն, կամ էլ իրավակարգի վրա այդուհանդերձ վստահ չէ, որ չեն նստելու, թե չէ վաղուց էին արել։ Իմ կարծիքն այդպեսին է։ Եվ այսպես ինչ եմ ուզում ասել, մեր անվտանգության ուժերին պիտի առաջարկել, որ մի երկու տարի իրենք ձգեն եւ այս կարգի երկիրը խաղաղ պահեն, որովհետեւ անվտանգության ուժերից, ոստիկանությունից է կախված շատ բաներ այդպեսին։ Եվ ժողովրդից էլ հբարտ քայլեն։ Դրանց դիմաց չգլուխ խոնարեն։ Դրանք ձեր գեղեցիչներն են, ուզում են երկեն, ուզում են չէ, որովհետեւ ոչ մեկը նայեցեք կամ իմ իմացածով մի հատ քաջություն չունեցավ, լավ տարել եք, կա նաև կարծեմ ձևը, որ եթե կամավոր վերադարձում են ինչ-որ տոկոս, քրեական բան ամեն ինչ վերջանում է։ Եվ դա շատ բավականին նույնիսկ ասում են, խելոքները դա են անում, այն գողականները իրենց արժանապատվությանը չի, գողանալ արժանապատիվ է գանձագողությունը, բայց վերադարձնելը չէ։ Վերադարձնելը ցավոտ է։ Դե ասեցի, այդ ձևն էլ կա։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Մենք հիմա ինչ է լինում, պարզ է ակնհայտ է, որ այս երկու ամիս կլինի, հա, այս բանը ինչ-որ սանվել են հայտնվել, ուրեմն ադրբեջանցիները քերում են Ռուսաստանն են Ադրբեջան տանում, սրանք Հայաստանը պարտված, ջախջախված, ունեզրկված քերում տանում են Մոսկվա, սա ահավոր խայտարակություն է, բայց այդպես է, հիմա բայց բոլոր դեպքերում կոնսոլիդացվել են ներքին կապերով եւ սրանք հակագրոհի են անցել, դիմակայությունը մեծացել է իշխանության հանդեպ, իշխանությունը պարտավոր է ըստ սահմանադրության, օրենքներ եւ ինքնապաշտպանության ժողովրդի արժեվ ունեցած պատասխանատվության իրավական մեխանիզմն աշխատեցնել, ընդ որում դա չպետք է լինի պարակայական եւ չպետք է ընդրողական, ովքեր որ օրենքի հետ հարց ունեն, բոլորը պետք է գնան գիլյոտինի տակ, ու վերջ Դատարան եւ գիլյոտին ես նկատի ունեմ դեմոկրատական գիլյոտինը, ինչի որ ես արնահագություն եմ ուզում, որովհետեւ կարծում եմ որ մեր դեմոկրատական գիլյոտինը որն է լինելու այդ օրենքը իրավունքից բխող օրենքը, այո, ոստիկանությունը բռնություն կարծադրող ուժ է եւ ես դրվում եմ մեր իշխանություններից ոստիկանության հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքից ոստիկանությունը պետք է հանդերձավորվի համապատասխան ձևով եւ յուրաքանչյուրը պետք է հայտարարվի, որ ոստիկանի շորից կախվողն անգամ պատասխան կստանա։ Նոյեմբերի 1-ից ընդորը ոստիկանական գվարդիան պետք է գվարդիան կգործի այս նոր օրենքի։ Պիտի գործի Իսրայելի ստանդարտով։ Ես նկատի չունեմ ազգայինը, Իսրայելի ստանդարտով ոստիկանին մոտեցար մամատ կլացածնի կիմանաս օրը, դատարաներ ոստիկանին, բայց ոստիկանները օրենքով պետք է աշխատեն, ինչի շահարկեն իրենց այսինքն պետությունը խաղ ու բան չի, կատակ չի, եւ սա Արցախի վիճակին բերելու վիճակ չի, որ այսպես խաղեր անես եւ տեսեք սրանցից մի մասը արցախցիներ են, չէ՞, մեկը չգնաց այդ դժբախտ վիճակում ժողովրդի հետ լիներ այդ վիճակում, ինչ որ է հիմա այս հարցերի մեջ այսպես է դիմակայությունը մեծացել է, ես կարող եմ ասել, այստեղ փակագծեր բաց են կա Հայաստանում սկսվել է սողացող հակահեղափոխություն սկսվել է եւ ով է սրանց կոնսոլիդացրել ասում են չէ ըստ ժողովրդի որտեղից ոչ հավես չունեմ առանձնապես իրենց մասին խոսելու խոսքը մերը քաղաքականի մասին է Ես վստահ եմ որ կոպիրկինն է սրանց ուրեմն համախմբել որտեղ իրենք ի վիճակի չեն իրար հետ կլանային շահերի պատճառով իրար հետ լինել Այսինքն հակահեղափոխական ուժերին թե հակաժողովրդավար Հակահեղափոխությանը ժողովրդավարությունը մենք ենք պետությունն է որը անընդհատ վարչապետը գրգնում է որ մենք ժողովրդավարությունից չենք շեղվելու եւ այլն եւ այստեղ է մեր միջազգային հարաբերություններից դաշինքի
ուժը։ Ուրեմն այսպես կոպիրկինը գրոհի է նետել բանը, այստեղ նույնիսկ ոցավառեցին եկեղեցու հակապետական վերնախավին։ Խայտարակություն է, բայց դա նաև ուրիշ բան է, որ ի վերջո ճանապարհ բացվեց եկեղեցու հայաստանյաց Աստծո եւ հայաստանյաց ծառայության վերադառնալու համար։ Այնպես որ անվտանգության ուժերը պիտի հանցան ձևով գործեն, որ հակահեղափոխությունը սկսված է, սա անվանենք սողացող հակահեղափոխություն, մնացածը ինչ է լինելու։ Պարագլուխներին ենք հավաքում։ Օրենքի հետ ով որ հարց ունի, պարագլուխ բան չկանդրովի չպիտի լինի։ Բայց ընտրովի չի, պարոն Շիրինյան, այնտեղ ովքեր որ քաղաքները վարկանիկը նայեցեք, դե նրանք ուժ ունեն, համայնքի անլույց են խոսում։ Համայնքից սկսել են Համայնքի անլույց են խոսում, այն մեկը արդեն հեղաշրջման առաջարկ էր անում, երբ որ հայտարարեց լեննական անկախ է, լեննական անկախ է։ Օրինակ Դավիթ Համբարձումյանը, Դավիթ ԵՒանցին շքան գիտեմ քրեական գործը վաղուց է, եկել է այդ օրն է։ Հիմա դուք պետք է դատավորներին հարցնեք ինչու են այդ օրը նշանակել եւ ան։ Բերեք առաջացնենք։ Ուրեմն եւ ես կարծում եմ, որ մենք պարտվելու իրավունքը չունենք։ Չենք էլ պարտվելու որպես պետականություն։ Ես իրենց պիտի հիասթափեցնեմ նաև։ Նիկոլ Փաշինյանի գնացքը հնարավորություն չունի։ Նիկոլ Փաշինյանի գնացքը մնալու է Հայաստանում։ Գնում է, չէ, Հայաստանը գնում է ապակա, հիմա Նիկոլի հետ կգնա առանց Նիկոլի, բայց այս անգամ վստահաբար մեքենավարը էլ ինքն է լինելու, իրենց էլ երջանկություն չի լինելու։ Բանին էլ վարչապետին էլ պետք է ցանկանալ, որ շատ ավելի խոհեմ աշխատի, շատ ավելի ճկուն եւ ավելի խիստ օրենքը խստության պահանջ ունի։ Այս օրենքները ռեզին չեն ձգել։ Այո, իրավունքից բխող օրենսդրությունը պիտի կիրառվի։ Եվ մենք իրավունք չունենք, գիտեք պատմական իմաստով ուրիշ անելու, ինչու։ Որտեղ մենք համաշխարհային իրավագիտական մտքին տվել ենք մխիթար գոշ, լամբրոնացի եւ այլն։ Մենք աշխարհում հայտնի ենք ոչ գողապետություն, ոչ հավատի երկիր, այլ հավատի օրենքի ժողովուրդ, օրենքի երկիր։ Մահմետականները մեզ անօրեն են ասում, չէ, այսինքն հավատ չունենք, իրենց հավատի չենք։ Մենք իրենց անվանել ենք անօրեններ, օրենքներ չինվածողներ։ Հիմա այս ռուսական սեգմենտն անցել է ռուսականի անօրեն սեգմենտը, որտեղ օրենք եւ այլն ընտրողապար էսպես։ Հիմա եւ պետք է առաջարկել նաեւ որ ընտրողապար չլինի, եթե այդ հնարավորությունը կա, մնացածը կարծում եմ որ ամեն ինչ լավ է։ Եվ ոչ մի վտանգ չի լինելու, բայց իրենք գրոհելու են, գրոհը սկսել են եւ հուսահատեցնելու են եւ այլն եւ ժողովրդի անունից են խոսում։ Գանձակողությամբ զբաղված մարդիկ ինչ իրավունք ունեն ժողովրդի անունից խոսել, ես սա ընդհանրապես չեմ հասկանում։ Եվ երկրորդը, մի բան կա, բանական մարդու համար եմ ասում աշխարհում եք։ Ընտրություններով իշխանափոխություն է լինում նորմալ է։ Նորմալ է։ Հիմա Նիկոլ կընտրվի թե հակա Նիկոլ կընտրվի նշանակություն ունի։ Սերժը հաստատ չի ընտրվել, Ռոբերտն էլ չի, իրենք հույս չունենան, ով էլ ուզում է ընտրվի հիմա։ Այս պայմաններում Սամվելն էլ չի լինելու, ով Ռուսաստանից որպես էմիսար է գալու չի լինելու։ Ինչ ուզում է անեն, բայց հիմա մնացածը թող ընտրեն։ Էսի ձև է, որ ուրեմն ընտրություններում 700,000 մարդ կարծեմ ձայն է տվել մեր բարագայում, դա մեծ թիվ է, եթե Չինաստանը լիներ 700 միլիոն։ Վարչապետին է տվեց այն։ Վարչապետին չի, ԿՊ-ին է ցայն տվել, ինչու վարչապետին։ Ինչու են առանձնացնում վարչապետին։ Ընտրության կարգը ինչ է, չէ, ձեզ չեմ ասում, ընդհանրապես։ Ընտրությունը եղել այդ կուսակցությունը այդքան ձայն է տարել։ Հաջորդ օրվանից որնալից իշխանափոխություն։ Սա է հայ դեմոկրատիան, հա, էս է։ Այդ այսինքն ինչ է նշանակում սրանք եթե իրենց դուրը չի գալիս իշխանափոխություն ես ԿՊ-ն ունի մի քանի մեծամասնություն են մի երկու օրենք թող արագ վերցնեն եւ անցկացնեն մեկը լրատվության այդ բաներին հա հերոսագախմբերի վերաբերյալ որ լրագրությունը այսօր Հայաստանում իշխանություն է դարել իսկական անվտանգության հարց է լուծում, բերաններն են մտցնում այդ բաները։ Չէ, ես եմ ասում, ձեր մասին չեմ ասում։ Նրանց ովքեր, որովհետև լրագրությունը հարգված նորմալ բան է, ես ինքս աշխատել եմ երկար ժամանակ թերթում եմ աշխատել, բայց սա ինչ է, տերորի միջոցի են վերածել սեփականատերերի կողմից։ Օրենքը պետք է կարգավորի, մի բան արեք, ամեն ինչ օրենքը պետք է կարգավորի եւ նաեւ այդ իշխանափոխություն եւ այլն պիտի իմանան որ անկախության դեմ
ուղիղ կամ անուղղակի գործողությունները, օրինակ Դատապարտել։ գիտեմ, որ մահապատիժ չկա, ինձ որ մնա մահապատիժ կմտցվի։ Եվ վերջ, ուրիշ վերջ։ Այսինքն Դարերից ձեր հետո իշխանության գալու դեպքում դուք այդ մենք առաջարկություն իշխանության որ կանք եվրոպական ստանդարտը չի թողում մահապատիժը վերցրած է։ Ես ասում եմ երևույթ է, բայց որ խիստ է լինելու 100% է։ Պարոն Շիրինյան, դուրս գանք Ըստ կարճատև իրավունքից բխած, որ տեսեք բանաձևի մասում ժողովուրդներ, իրավունքից բխած օրենքով, միշտ այդ որպես ճիշտ հասկանան։ անում եք, Իրավական պետությունն այդպեսին է։ դուրս գանք կարճատև գովազդային Խնդրեմ։ դադարի, որից հետո Խնդրեմ։ շարունակենք։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Լավ տանում են։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, փաստորեն այս թևի հետ կապված մենք կհետևենք զարգացումներին, հիմա անցնենք Հովանավանք եւ եկեղեցուի այս փոխհարաբերություններին։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը փաստորեն ուղիղ եթեր Facebook-յան էջով եւ ասեց սենսացիոն նորություն եմ ասում, դա կանոնագիր քայոցի մասին է խոսել վեհափառը։ Ինչի մասին է սա խոսում եւ ընդհանրապես քանի որ այս բլոկը այդ հարցերին է վերաբերում, ես բոլոր հարցերս ուղղեմ ձեզ, դուք պատասխանեք։ Արշակ arczepiskoposin առնչվող տեսանյութի մասին եմ ուզում լսել ձեր կարծիքը եւ ընդհանրապես այդ տեսանյութերի տարածումը իրավական եւ բարոյական տեսակետներից, պատարակը անցած կիրակի որ եղավ, ընթացքը ընդհանրապես եւ լավ, ընթացքի մասին շատ հարցեր ունեմ ձեզ տալու, բայց ամեն դեպքում եկեղեցիականների, հոգևորականների մասնակցությամբ այդ տեսանյութերի տարածումը եւ ընդ որում կոմպրոմատի սովետական արվեստ է չեկիստների։ Իրավական կողմը դա մի բան չի, բայց մի բան ասեմ, բոլոր միամիտներին եւ ոչ միամիտներին։ Ես վստահ եմ, որ ովքեր որ գիրք են կարդացել, դե մենք շատ կարդացած ժողովուրդ էինք, չէ՞։
Հիմա է որ վիճակը ուսանող չկար, կրթություն, որ Դեկամերոնը կարդացած չլներ եւ հոգեվորականների հարազները կարդացած չլներ։ Նույնիսկ եթե մեկից Դեկամերոնը վերցնում էիր, ես ունեցել եմ գիրք, տվել եմ, այն լավ էջերը քրքրված են եղել, ընդգծված, այնպես որ այստեղ ոչ մի նորություն չկա, բայց կա մաքրվելու հարց։ Ես ինչ ասեմ, կողմ չեմ դրան։ Տեսանյութերի տարածմանը դա։ Ինչ է նշանակում երեխեքը նայում են։ Բա մեծերը չեն նայում։ Կամ անձնական Այսինքն անձնական չի, անձնականը պիտի մնա, բայց դրա համար հայեի, հա, եկեղեցու էջմիածնական էս մեր եկեղեցու վերնախավը վերևում գտնվողը, դա վերնախավ չի էլ։ Պիտի կամավոր հրաժարականներին գնալ։ Քանի անգամ եմ ես ասել եթերով, ես մենակ չէ կիրակը հրաժարական տվեք, դուրս եկեք, մեկ է տարբերակ չունեք։ Օրինակ հիմա իրենց մնալու տարբերակ ընդհանրապես չկա։ Ցանկացած իշխանություն չի հանդուրժի անկախ եկեղեցի իր կողքը, անկախ բացառված է, հայոցը չլինի, վրացը լինի, այդ ձևեր են։ Օրինակը իրենց սիրելի Ռուսաստանը։ Դուք պատկերացնում եք Կիրիլը կանգնի, Պուտինի հետ վեճ անի, մի հատ, հերվից, մոտիկից, ինչ կանեն, քարատեն, հակաքրիստոս էլ վերեն կգրեն, կշպրտեն, ինչու Հայաստանում իշխանություն չի, ենել են պայմաններում, որ մենք պարտված իշխանություն ենք, պատերազմ բերած իշխանություն ենք, զոհեր տվող իշխանություն ենք։ Այդ հարցը կարծում եմ, որ ես նորից ասեմ, չնայած ողջախոհություններին չեմ հավատում, այլևս հավատում էի, որ ուրեմն այդ հակապետական այդ վերնախավը կունենար խոհեմություն, կամավոր դուրս կգար։ Հիմա ինչ եղել է, որտեղ հարմար չէ։ Իսկ իշխանության քայլերը խոհեմ են։ Իշխանությունը պարտավոր է կարգուկանոն հաստատելու եւ ես դժգոհ եմ, որ ուշացրել է։ Պատարակը կրկնվելու է այս կիրակի, սա ճիշտ է։ Մինքեր չեմ հիշում, Facebook-ում կարդացի, կարծեմ Թումանյան, կարծեմ Բերլինում է ապրում, Թումանյան ինչ էր անունը, ինչ որ է, ասեմ, ինչ է գրել, ասում է, վերցնում ենք մոդել, անապատում ենք, թե ինչ, եւ ժողովուրդը պատարակի կարիք ունի, քահանա էլ չկա։ Եվ ասում է հազարավոր մարդիկ են եւ պատարակ է, հայ մարդիկ են պատարակ։ Ասում եմ մեկը քաղաքացիական, ժողովրդի մեջից ինչ որ մեկը եւ պատարակը հրաշալի գիտի եւ պատարակը անցկացնում է, ասում է դրա պատարակը վատն է, քահանային լավն է։ Բայց այդ մարդը ոչ աղմուկների կենտրոնում է եղել, ոչ այդ հակասությունները հարել։ Ուզում եմ ասել, ոչ էլ երկրի վարչապետի ձևը ուրիշ է։ Հիմա վարչապետը ընտրել է այս ճանապարհը, կառավարությունը։ Ես կարծում եմ շատ էլ վարչապետի չմի, որտեղ կառավարության նախագահն է, չէ։ Եվ ԿՊ-ին չպիտի բերել։ Դա կառավարությունը պատասխանատու է երկրի անվտանգության զարգացման համար, նաև եկեղեցին մաքուր պահելու համար է պատասխանատու, ճիշտ է։ Այս բանաձևն ասեմ, եկեղեցին չի կարող անկախ լինել։ Եկեղեցին ավտոնոմ է։ Ավտոնոմ է, իր ավտոնոմ իրավունքներ ոչ մեկը չի խախտում, բայց որ իշխանությունը պարտավոր է կարգ ու կանոն հաստատելու հարկային ոլորտում, նյութական, իրենց սրբատեղիների պաշտպանության հարցում, նաև ունեցվածքի հարցում։ Մենք գիտենք, որ մեր եկեղեցին հազարավոր տարիների ընթացքում հազարավոր նյութական արժեքների դեր է այս բոլորին կառավարությունը պատասխանատու է։ Հիմա ինչու է այս վերնախավը այսպես իրեն պահում։ Եվ ընդհանրապես ոչ միայն վերնախավը, ինչու է կառավարությունը հենց այսպես իրեն պահում։ Կառավարությունը գտել է այդ ճանապարհը։ Գազերներով մարդկանց են տանում Հայաստանից։ Ես իսկապես լրագրողների վրա հարձակումներ։ Լրագրողների վրա ես որ լինեմ, դրանց կբռնեմ այդ լրագրող առանձիններին, կշպրտեմ։ Նրանք իրավունք չունեն այդ բանը դերմանել հարցը։ Երկու կողմերի։ Ես համաձայն չեմ։ Պետությունը ոչնչի հետ իշխանությունը չի կարելի հավասարության նշան։ Դուք հավասարության նշան եք դնում, ասեմ ինչի։ Քաղաքական կողմն է, երկու կողմ չկա այստեղ։ Կա կառավարություն, որը պարտավոր է եկեղեցու հետ հարաբերություններ կարգավորի։ Եկեղեցուն ռամկեքի բեճվերի, սահմանադրական։ Ինչ ձևով ուզում է լինի։ Ես չէի անի, ես ասում եմ, ես դա չէի անի, ինչ կանեի։ Ես այն նախնական, եթե որոշել էինք, որ պետք է ենթադրենք,
Իմ տարբերակն եմ ասում, ես իմ նա չեմ ասում։ Ես անվտանգության եւ հանցան ծառայությունից մի քանի մարդկանց կհանձնարարեի, գիշերը կգնային այդ մեղսակցության, այդ բոլոր փաստերը գնային, դիմաց կդնեին, կասեն հրաժարականը ցիրում գրում ես բերեք եկեղեցու վերաբերյալ, փոշ չլինի լուսաբացին, որ մարդ էլ չլինի։ Սա մեր ազգի ներսի հարց է, սա մեր խնդիրն է ու վերջ ես դա դանեի։ Հիմա դա չեն արել, իրենց կարելի ասել ինչու չեք արել, իրենք որոշել են պատարագով, եկեղեցով եւ այլն։ Հիմա դա, բայց որ իշխանությունը պարտավոր է այս հարցը լուծելու, պարտավոր է, իրենք իրենց կոչ արեցին, չէ՞։ Եթե 20 անգամ կոչ չանեին, որ կարգավորվեք, եթե արել էին, բայց գիտեք ինչու չկարգավորվեցին, իմ կարծիքն ինչպիսին է։ Որտեղ հայերի մի ստվար զանգվածի մոտ մի սխալ, վտանգավոր հակապետական եւ հակազգայնական մտայնություն կա։ Նույնը կա նաեւ Մոսկվայից եկած օլիգարխների, որոնք փոսերի մեջ են ընկնում երկուսն էլ։ Ռուսների դեմով կարա։ Իրենք ռուսական թիգունք ունեն։ Եթե լիներ եվրոպական պետություն Ռուսաստանի փոխարեն մեր հարաբերության այդ վիճակում, հաստատ կասեն գնի տղա ջան, մի հատ օրենքով տեսի, կարգով կանոնով հարցը լուծեք, չէին ասի այսպես, բայց նրանք հրահրում են։ Ուզում եմ ասել, որ այդ մեծ գործանում է Արցախն էլ այդպես, Արցախը հանձնողները առաջին հերթին, որոնք կամավոր բերեցին չզինելուն, կարգ ու կանոն պետություն չդարձնելուն, որտեղ իրենք ռուսական, իրենց հավի ուղեղով ռուսական հովանավորություն ունեն, Պուտինի դեմ ով կարա, պարզվեց, որ Պուտինի դեմ կարա ուկրաինական բանակը, Պուտինի դեմ չի Հայաստանի շահերը կարա պաշտպանի, այդ բառը ես չեմ սիրում ասել, եւ Թրամփն էր, որի մասին ասում էին, որ երկար ժամանակ չէ, որ Պուտինի գործակալն է, ես միշտ զավեշտ եմ ապրել, այդ էլ արեմուտ փախած KGB-ի գնդապետներն են, որոնք աշխատում են Լևերլուծապան, տեղավորել են, էլի դա ռուսական բնավորություն է, Պուտինի դեմ, հիմա գիտեք սանկցիաները այն վիճակում են, որ այդ Ռուսաստանը թփրտայել չի կարող ազատվել այդ բաներից, բայց հիմա Ռուսաստան թող իր տեղը մնա, իր գործն է, իր արագ գնացող անդանդաղ հանգումով, մենք պետք է հասկանանք, որ հայ ժողովրդի դեմ ոչ մեկը չի կարա։ Եվ եկեղեցականներն էլ պիտի իմանա, որ իրենք հայաստանյաց եկեղեցի են եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանության։ Պարոն Շիրինյան, սա հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ ստուգողական քայլ լինի հասկանալու համար, թե իրեն ովքեր են համակիրիչ համակիրները իր ես ասեմ, հիմա բայց ես որևէ մեկի մարդը չեմ, ընդհանրապես մեկ այսպես թե այնպես ես ասում են դուք չեն ասում, գլուխը կարով են տվել քրիստոնյա ժողովրդավարություն ոչ մեկի մարդը չի կարող լինել, ով ասում է, ուրեմն գալաթ է անում։ Եթե ասում են, բայց քիչ այդպես կարող է լինել մի ապուշ ասի, բայց գնացեք ժողովրդից շփվեք եւ Նիկոլ անցնելու է։ Զուրտեղը տարապել պետք չի։ Միայնակին իրենով։ Բայց եկեղեցու ես բաները ուրիշ բան է, որ ինձ թվում է նստել են հաշվել են, որ այս հաշմանդամ վիճակով ընտրություններ գնալը ճիշտ չի, որտեղ այնտեղ կարող է ուրիշ բան լինել, այնտեղ կարող է վտանգավոր ինչ-որ բան։ Այո, ընդվզում է, բաց ինչ են անելու, սրանք Այս հենց սողացող հակահեղափոխություն։ Եվ հակահեղափոխություն, նույնիսկ ես ասեմ, այս Մարգարիտաների ասածով, սրանք ընտրությունների չեն ուզում գնան։ Այդ ռուսական սեգմենտը, նրանք ուզում են մինչև այդ խժդժություններ են ուզում, որտեղ բարձր որ ընտրություններն ջախջախվելու են, այդ փողը, բանը, մարդիկ ես շփվում եմ, կներեք այդ բառը ասում են թքեմ իրենց վրա էլ, իրենց փողի վրա էլ, որ ասում ես կարող է փողով եք անելու։ Մենք պետք է հաշվի առնենք, կներեք բառի համար, հաշվի պետք է առնենք, որ մեր ժողովուրդը 44 օրյան չասեմ, գեհենով է անցել։ Կատաղի այս հայրենիք է պահել, պետություն է պահել եւ տեսել է ովքեր են պետություն ծախել, ովքեր են պետություն պահել իրականության մեջ։ Εμείς որ ինձ այդպես է թվում, որ իմ գիտելիքների չափով, որ այն ժողովուրդը, որ մենք ունենք, մենք եւս դրա մեջ են չենք ինչ որ պատերազմից առաջ ենք, հետո ենք եւ այլն։ Տարբեր է, εμείς որ մնացածն իհարկե հեղափոխության, ասեմ պետականակիր հատվածը Հայաստանում եւ աշխարհում պետք է աշխատի եւ պահի
պետության լույսը, Բայց Եվրոպան էլ նկատում է, որ այս վերջերս Հայաստանում ինչ է կատարվում, արտական Եվրանեստի 12-րդ լիգագումար նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը հայտարարեց, որ ինչ է կանում, մենք հետևում ենք եւ տեսնում ենք 30-40 հոգով ասեմ, դիգիմ Մարի ջան, բայց ստուգես թե դա ռուսական KGB-ի հետ կապ ունի թե չէ։ Օբյեկտիվ չեք համարում նրա հայտարարությունը։ Ոչ մի, որովհետեւ ըստ համանadrության, ըստ օրենքի եւ ազգային շահի ցանկացած պետություն պարտավոր է իր շահերը պաշտպանել։ Հիմա պետք է ասեք ինչու է միակողմանի։ Միակողմանի չէ։ Ոչ, ասեմ ինչու։ Պետությունը համանadrությունից վերև չգրած օրենք ունի։ Ամեն պետություն ունի Ռուսաստան, Ամերիկա, պետությունը ունի ուրեմն պետականության քաղաքական կենտրոն։ Կրկնեմ տերմինը, պետականության քաղաքական կենտրոն, որը սահմանադրությանն է հետևում, պարտավոր է բոլոր հարաբերությունները կարգավորման կարիք ունի։ Նախագահական հանրապետություններում նախագահներն են, վարչապետականներում վարչապետներն են եւ ուրեմն թագավորական եւ միապետականներում թագավորներ, իշխաններ, շեյխեր եւ այլն։ Կրկնեմ, պետության քաղաքական կենտրոն։ Ինձ վստահաբար դուք հավատում եք եւ շատերը չեն, գուցե դուք եք չեք հավատում, դրա համար ես հղում եմ անում, չեք հավատում ինձ, կարդում եք Հեգելին։ Ուրեմն մենք քաղաքականությունը տգիտորեն եթե հասկանում ենք, ստացվում է ուրիշ բան, իսկ եթե այդ քաղաքական կենտրոնը չի ունենում, ուրեմն պետությունը փլուզվում է, պետությունն է ուզում փլուզել եւ վարչապետը պարտավոր է դրանք կարգավորելու, բայց օրենքի սահմանադրության եւ այլն շրջանակներ։ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա պետք է այցելի եւ ինչ հույսերով է վերադառնալու ձեր։ Դե ես ենթադրում եմ հետեւյալը, ես ինչ կուզենայի, այդպես ասեմ, որպեսզի բաները կա, որ հիմա թուրքերին, ռուսներին գլխի չգցենք, բաներ լինում են։ Ես կուզենայի, որ գնար եւ տեսներ, թե ֆրանսիացիները զենքի մատակարարման իրենց պարտավորություններն ինչպես են կատարում եւ ինչ այլ ռեսուրսներ կան։ Մեզ առաջին հերթին զինվել է պետք։ Եվ այսպես մնացածը Ֆրանսիան է, մշակույթը, մեր բարեկամ պետությունն է եւ այլն, ես այդտեղ օրինակ բերեմ։ Իհարկե մենք Կիլիկիայի շրջանը գիտենք ֆրանսիացիներն ինչ արեցին, բայց նաեւ պատմական ուրիշ նախադեպ կա, որի տոկոսը ես ենթադրում եմ մեզ է հասնում Ֆրանսիայի մեջ։ Ուրեմն հայտնի է, որ Գարիբալդին եւ Էմանուել թագավորը ուրեմն Իտալիան ազատագրեցին 50 ռեսորժիմենտոն, այն վերածննդի շարժումը Գարիբալդին, մեր անդրանիկը Գարիբալդին։ Եվ այդ շրջանում է ծնվել նաեւ իտալացի աղջկա երկը, որ մեր Չեքնաղ Նալբանդյանը Չեքնաղ ստեղծագործությանը վերածել, եթե դա այդպես է, էլ հիմա այսպես ասեմ։ Եվ Միացյալ Նահանգները։ Ուրեմն Իտալիան չէր ազատագրվի Ավստրո-Հունգարիայի ազդեցությունից եւ կրնկի տակից դուրս չեկա, ուզում է 10 Գարիբալդի լինել, եթե Ֆրանսիան թիկունք չկանգներ ազատ Իտալիային։ Ամեն ինչով կանգնեց եւ արեց։ Այս Միացյալ Նահանգները չէին դառնա Միացյալ Նահանգներ, Անգլիայից փոխվել ոչ մի շանս չունեին, եթե Ֆրանսիան ուրեմն թիկունք չկանգներ ազատության ամերիկյան իղձին։ Ես հույս ունեմ, որ Ֆրանսիան այդ իմաստով Հայաստանին թիկունք կանգնել է ու կանգնելու է, բայց պետք է խնդրել ինչ Ֆրանսիայից զենքի լավագույն նմուշների մատակարարում, տեխնոլոգիաներ, նաև միջուկային տեխնոլոգիաների ուրեմն խաղաղ եւ այլն, այսպես եւ այլն, եւ մշակույթ անշուշտ, ֆրանսիական մշակույթ, հենց որ ես ֆրանսիական մշակույթ եմ հիշում, ասում այսպեսի մի բան եմ հիշում, անմիջապես Դանիել Վարուժան, Սիամանտո, այս բոլոր ֆրանսիական մշակույթի ազդեցության տակ արևմտյան են բանաստեղծական արվեստը երկիկ բարձրացրել են, ինչը որ շքեղ է, Սիամանտո, ինչը որ անգրգների է։ Շատ շփվենք ֆրանսիացիների հետ, ինչքան հնարավոր է շատ։ Բարզու եւ նկարչություն եւ այլն, էլի Փարիզ, Մոնպարնասը, ես չեմ եւ քաղաքական միտք։
եւ այլն, որտեղ Ֆրանսիան է ազատության այդ բաներ հայրենիքը կամ տոն տվողներից մեկը։ Ուզում եմ ասել, որ ողջունելի է դա նաեւ ասեմ նաեւ մի բան, որ ֆրանսիացիներն են իմանան։ Իհարկե ֆրանսիացիները այս տարիներին մենք երեք ժողովրդից հատկապես շնորհակալ պիտի լինենք հնդիկներից, ֆրանսիացիներից, ամերիկացիներից եւ ընդգծում եմ Միացյալ Նահանգների նախկին դեսպան Տիգին Թրեսիից անձնական։ Սրանք մեր ամենածանր վիճակում ռուսական խարդավանքի եւ ադրբեջանական գրոհի ճամփեն փակեցին եւ հասկացրին վերջ եւ ըստ էության Թրամփը նրանց գիզնե շարունակում է։ Հիմա բայց ասեմ մի բան, որ ֆրանսիացիները մեր հայրենագիստները երբեմն բարեկամաբար ասեն, ոչ թշնամաբար։ Ֆրանսիան իր պարտքն է տալիս Հայաստանին եւ հայ ժողովրդին, ինչու 1918 թվականին ուրեմն բանի Բաքվի էպոպեայի տարիներին, որը հայտնի է սխալմամբ եւ տգիտորեն Բաքվի կոմունա, երբ Բաքվի ուրեմն ուղղությունը Հայաստան հայոց ազգային խորհրդի ղեկավարությամբ հայկական զորամասերն էին պաշտպանում եւ ուրեմն Ֆրանսիան գրեթե մազից էր կախված եւ գերմանական զենքի հաջողությունից 18 թվականի աշնանը պարտվել չբադրել ամռանը եւ Գերմանիան քանի որ բանակը տեղափոխել էր այդ տարիներին ռազմական տեխնիկայի վրա արդեն տանկեր եւ այլն էլի Սուզանավային եւ Գերմանիային անչափ շատ նավթ ու բենզին էր պետք որովհետեւ դրանք շարժեր նա չուներ ռումինականը քիչ էր այդ շրջանում էր որ հայոց ազգային խորհրդի զորամասերը այն չքնախ համազասներ բաներ եւ այլն էլ այսպես ուրեմն իսկական զորամասերը ուրեմն պաշտպանեցին Բաքուն թուրքական արշավանքի դիմաց եւ չթողեցին որ գերմանացիները մի լիտր նավթ տանեն որպեսի բանակը յուղոտեն քշեն Փարիզի վրա եւ այդ իմաստով ասեմ այդ օրերն էին որ Փարիզից 60 կիլոմետր էին գտնվում կռուպի թնդանոթները եւ ուղիղ խփում էին Փարիզի կենտրոնին Էյֆելյան աշտարակի այդ շրջանում եթե ունենային նավթ ասին բենզին քսուկ եւ այլն հաղթել էին ուրեմն այդ կոմունա կոչվածը որը իրականում Բաքվի էպոպեան է բացառապես հայկական զինվորական ուժներ, որ Սարդարաբադից հետո կռվելով Բաքուն պաշտպանում էր եւ գերմանացիների թուրքական զորքին չթողեց շուտ մտնի Բաքու եւ գերմանական բանակը մնաց առանց նավթի Բաքվի եւ Գերմանիան ջախջախվեց Ֆրանսիան ազատագրվեց, որի մասին ես նաեւ գիրք եմ գրել։ Ուզում եմ ասել, որ այսպես Ֆրանսիան ազնվորեն ինձ թվում է իրենք շատ լավ գիտեն, որովհետեւ այնտեղ իրենց տեսպանն էր աշխատում գնդաբերդ Շարդինյան, բարձր որ զեկուցել է եւ վստահ եմ որ Մակրոնը գիտի եւ մյուսները գիտեն։ Ես ուզում եմ ասել, այ փոխադարձ եղբայրություն էսպես է լինում։ Ֆրանսիան պարտքը վերադարձնում է, իհարկե մենք պարտ չենք ուզում, այլ համագործակցություն ենք ուզում։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Սրանց էլ ռուսական սեգմենտին ասել լսեք։ Էն հիշում եք մի պատգամավոր կար չասեմ անուն, ասում էր դե մեկի տակը պետք է պարկենք, այն ռուսի տակն ենք պարկում։ Եթե շարունակում եք ուզում եք տակը պարկել, գոնե Անգլիայի տակը պարկեք, մենք մեկ Լոնդոն գնանք, դուք էլ այնտեղ առևտուր կանեք, ռուսներից ինչ եք ուզում։ Եթե դա է, բայց լավ կլինի հաջորդի տակը պարկեք։ Հետևենք զարգացումներին, պարոն Շիրինյան, եւ մեկ շաբաթ անց կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Շնորհակալություն եմ հայտնում, եթե կարևոր բան ենք մոռացել այս ընթացքի։ Չէ, ես ասեմ ձեզ, պարզապես այստեղ քամի ժողովրդան, քամուն ու դրանց փողին չհավատակ։ Ասեմ ինչու ամենատիպական իհարկե Սամվելի Արազդեի։ Ռուսաստանը ամենահարուստ մարդը գալիս է, դե ուր է գալիս, Գավառ է գալիս, չէ՞։ Բանից մետրոպոլիայից։ Եվ ընդնում է ուղիղ փոսը, որտեվ Հայաստանը ռիսկ կանի իրեն ձերբակալ է։ Եւ հիմա էլ ինչ են ասում, գործարաններ պատրաստեք, ոչ թե դպրոցներ վերակառուցեք, որտեղ այդտեղին չեմ ուզում անդրադառնալ, իհարկե չեմ բանով տգիտության գագաթը, երբ որ Գերմանիան դառավ Գերմանիա, որի գիտեք իմ հետա Գերմանիային Բիսմարկը պարտադրեց, ասեց սկզբից դպրոցից եւ ուսուցչից ենք սկսում։ Այս սրանք
Տայգայի ուրեմն օրենքներն ու կարգերը բերել են ըստ ով կարա, բան թե Պուտինը բան էս կոմենտովից է, ինչ որ հայերեն էլ չես հասկանում ինչ են խոսում բան եւ դրա համար պիտի առաջարկել եղբայրել եք գնացեք ձեր երկիրները։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, պարոն Շիրինյան։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։